Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ եւ այսպես Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի ամենաուշագրավ ու սիրված ստեղծագործություններից մեկը՝ Փոքրիկ իշխանը, բոլորովին նոր մոտեցմամբ։ Ընտանեկան ներկայացման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Վլադիմիր Մսրյան կրտսերը եւ Արմեն Բարսեղյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Բարի լույս։ Լավ, մերսի։ Դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք։ Դրամատիկական թատրոնը անդրադարձել է Փոքրիկ իշխանին։ Շատ հետաքրքիր է։ Եվ ինչու հենց այս պիեսին։ Երևի ես սկսեմ, չէ՞, որպես ավակ ընկեր։ Ուրեմն քիչ առաջ դուք խոսեցիք առողջության մասին։ Իհարկե ֆիզիկական առողջությունը շատ կարևոր է, ես ինքս էլ զբաղվում եմ, հեծանիվ եմ քշում, սարեր եմ բարձրանում, բայց նաև շատ կարևոր է հոգևոր առողջության մասին մտածելը ու կարծում եմ, որ դեռ մանուկ հասակից երեխաները պետք է շփվեն բարձրարժեք, բարձրաճաշակ, գրականության հետ, մշակույթի հետ, ինչու միայն փոքրերը, մեծերը նույնպես։ Եվ նաև այդ իսկ պատճառով դրամատիկական թատրոնը անդրադարձել է աշխարհում երևի ամենահայտնի ստեղծագործություններից մեկին, Փոքրիկ իշխանին, եւ իհարկե մենք շատ ենք ուզում, որ մեր եւ մանուկ հանդիսատեսը եւ ինչու՞ չէ մեծերը շփվեն նորից ու նորից դիտեն Փոքրիկ իշխանը եւ այն մեսիջները, որ տալիս է այդ պատմվածքը, նորից ու նորից գնան դեպի մարդկանց հոգիները, սրտերը եւ իհարկե միտքը, հա ու մարդիկ շատ հարցերի շուրջ նորից ու նորից սկսեն մտածել, թե ինչ է ասում Փոքրիկ իշխանը, ինչ է մեզ փոխանցում եւ ընդհանրապես այդ ստեղծագործությունը, որը իսկապես շատ հետաքրքիրը քիչ է ասված։ Խորը։ Շատ խորը ստեղծագործություն է եւ ստեղծագործության մեջ ինչքան խորանում ես, անընդհատ ինչ որ նորություն ես գտնում, նոր բան ես քեզ համար հայտնաբերում, ես արդեն այս տարիքին եմ, բայց նորից ու նորից որ խորացան ու առիթը եղավ նաև որ խաղում եմ ներկայացման մեջ, էլի ինձ համար նոր բաներ բացահայտեցի։ Եվ ասեմ, որ ներկայացումը շատ հետաքրքիր է ստացվում, սա ինքնագովություն չի, հանդիսատեսը կտեսնի, շատ յուրահատուկ ներկայացում է ստացվել, որովհետև նախ ասեմ, որ մեծ խումբ է աշխատում ներկայացման վրա, ինչու՞ չէ նաև միջազգային, որովհետև ներկայացմանը նաև հրավիրված է նկարչուհին Եվրոպայից, Լեհաստանից է, ինքը շատ հայտնի նկարչուհի է այնտեղ եւ նկարչական ձևավորումը եւ զգեստները ինքն է արել, նաև ներկայացման ժամանակ կա մուլտիմեդիա, հա, անիմացիա կա, որը արել է Սահակյանց ընկերությունը, Գոռը, այո, նաև երաժշտություն է գրվել հատուկ ներկայացման համար, էլի հրավիրվել է կոմպոզիտոր եւ նաև մեր թատրոնի անձնակազմը։ Բեմադրող ռեժիսորը Գրիգոր Խաչատրյան եւ ներկայացմանը խաղում են մեր թատրոնի առաջատար դերասանները։ Շնորհակալություն։ Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացնում ենք, այս ամենահայտնի եւ սիրված խոսքն է Փոքրիկ իշխանից, բայց ես ավելի շատ սիրում եմ, որ այնտեղ խոսք կա, երբ ասում է, որ մեծերի աշխարհը չի սիրում, որովհետեւ մեծերը շատ թվեր են սիրում։ Եվ հետաքրքիր է այս գործը յուրաքանչյուր տարիքում այլ կերպ ենք ընկալում եւ ինքը առաջին հայացքից թվում է, թե գրված է փոքրերի համար, բայց ավելի շատ մեծերի համար է հենց գրված։ Ու դուք էլ մոտեցել եք շատ լրջորեն, շատ մեծ կազմով, շատ պատասխանատու։ Ինձ հետաքրքիր է ինչ լուսային նոր տեխնոլոգիաներ եք օգտագործել, ինչ վիզուալներ կան ներկայացման մեջ, որը գրավելու է հանդիսատեսի ուշադրությունը։ Շնորհակալություն։ Դե շատ փակագծեր չբացեմ, նախ սկսեմ հարցի առաջին մասից, որ իրականում այս ստեղծագործության մեջ ամեն մի տող, ամեն մի նախադասությունը մի աֆորիզմ է, որը կարելի է առանձնացնել ու ասել, ու շատ կարևոր կյանքի համար շատ կարևոր
տողեր, խորհուրդներ, այսպես ասած, այդ տողերը կարելի է որպես վերցնել։ Մեր մեկնաբանությունը ճիշտ եք ասում, այս գործը մենք մի քիչ հեռացել ենք այն ֆորմատից, որ տոնածառ, նոր տարվա ներկայացում երեխա, այսինքն պետք է լինի միայն երեխաների համար, այդ ֆորմատից մի քիչ հեռացել ենք ու մենք ներկայացում ենք անում եւ մեծահասակների եւ փոքրահասակների մասին, այսինքն երեխան նայելով կհասկանա ինչ որ կհասկանա, նաեւ կհասկանա մեծահասակը ծնողը շատ բաներ այդ ներկայացումի մեջ կգտնի իրեն, իր մանկությունը եւ ապագան ինչու՞ չէ։ Իսկ ինչ վերաբերում է վիզուալին, ներկայացման շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց հա նախադեպը չունեցող ներկայացում կարելի է ասել, որովհետև այստեղ համատեղվել են ձայնային, տեսաձայնային էֆեկտները, այսինքն հենց այդ նույն անիմացիան, որը որ ես գոնե չգիտեմ կարող է հիմա չասեմ, բայց ես գոնե ոչ միտեղ Հայաստանում չեմ տեսել դեռ ու բնականաբար երեխաների համար շատ հետաքրքիր կլինի այդ ամբողջ անիմացիան հենց մեր ներկայացման, հենց մեր բեմական լուծման համար ստեղծված հատուկ ու սինխրոնացված արդեն մեր դերասանական կազմի խաղի հետ երաժշտությունը նոր գրված հենց մեր ներկայացման համար կարծում եմ շատ հետաքրքիր։ Մեկ օր եք հասցնելու այս տարի խաղալ։ 26։ Չէ, օրական 3 անգամ ենք հասցնելու խաղան, կամսի 26-ից մինչև ամսի 7-ը։ Հունվարի 7-ը։ Ներկայացումը կմտնի ռեպերտուարային ցանկ, այսինքն դուրս կգա ամառվա վիճակը եւ կմնա որպես Ճիշտ ասած, Գրիգորը մտածում էր, որ այս ներկայացումը բեմադրվի որպես խաղացանկային, հա, այսպես ասեմ, մանկական ներկայացում եւ առիթ է նաեւ նոր տարուն խաղալ եւ հետո ինքը կմտնի խաղացանք ու մենք կխաղանք, որովհետեւ այս ստեղծագործությունը ինքը դասական դասական ստեղծագործություն է, եթե ես չեմ սխալվում, կարծեմ 500 լեզվով թարգմանված է եւ ամբողջ աշխարհում իհարկե գիտեն այս երրորդ տեղն է ամբողջ աշխարհում ամենահայտնի գրքերի մեջ։ Առաջին Աստվածաշունչն է, երկրորդը Մարկեսի 100 տարվա մենությունից, երրորդը Փոքրիկ իշխանը, որ ամբողջ աշխարհում ճանաչված է։ Սա շատ կարևոր է եւ շատ լավ է, որ դրամատիկական թատրոնն է անդրադարձել այս գործին, որովհետեւ գործը ինքնին արդիական է յուրաքանչյուր ժամանակաշրջանում ու ամեն տարիքում ընթերցելուց դու այնտեղից գտնում ես քեզ համար ամենակարևորը։ Շնորհակալություն ձեզ։ Մենք մաղթում ենք, որ այս տարի եւ հաջորդ տարին էլ, հա, սկսվող դրամատիկական թատրոնը նորից շարունակի հոգ տանել իր մոլորակի մասին եւ իհարկե փայփայեն կարևոր վարդը, որ միտքը, որը միշտ կա հենց այս թատրոնում։ Դες մաղթում ենք հաջողություններ եւ հիշեցնենք հանդիսատեսին դեկտեմբերի 26-ից սկսված նորից այցելում ենք տոնական տրամադրության եւ Փոքրիկ իշխանի խորի իմաստությունը վերցնելու համար դրամատիկական թատրոն։ Եվ իհարկե կուզենամ ասացիք, բայց իսկապես կուզենամ, որ ծնողները լուրջ մտածեն սրա մասին եւ իրենց երեխաներին եւ իրենք էլ գան, այո, մենք հրավիրում ենք մեր թատրոն թող գան ու շփվեն դասական հրաշալի բովանդակալի ստեղծագործության հետ, որովհետեւ մի երկու բան ուղղակի ասեմ, այնտեղ ասում է, որ շատ հետաքրքիր բաներ կան, ֆրազներ կան, որ ասում է Փոքրիկ իշխանն ասում է ամեն առավոտ Հիմա էլ առավոտ է, չէ, երբ որ արթնանում ես, կարգի բեր քո մոլորակը։ Իհարկե դա ամեն մարդ ինքը առանձին մոլորակ է եւ կարգի բեր մոլորակը, այսինքն կարգի բեր քո հոգին ու միտքդ, որպեսզի օրդ անցկացնես մաքուր, բովանդակալից եւ օգուտ բերես մարդկությանը։ Շատ կարևոր հաղորդագրություններ մի գործի մեջ, որն արդեն իսկ բեմականացվել է դրամատիկական թատրոնում։ Շնորհակալություն ձեզ ու մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալ ենք։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։